Сегодня в 4 часа утра, без всякого объявления войны, германские вооруженные силы атаковали границы Советского Союза. Началась Великая Отечественная война советского народа против немецко-фашистских захватчиков. Պատերազմը սկսել է հերս եվրոպեական տարալում։ Հետո մի տարի ես մնացել եմ 42 թիվի աշունու ինձ ընտարավ, դեր 18 տարեկան չեմ եղել, հալա 2 ամիս պակաս է եղել։ Բերել են Երևան, Երևանից տարել են Դիլիջան, 3 ամիս պարապվել, 3 ամսից հետո տարալ Կերչը։ Բոլորս եղել եք 18-19 տարեկան երիտասարդներ։ Պեխոտը մամելել, հա։ Մեզ տեղափոխեցին Դոնեցկի, Պերվի Ուկրանսկի։ Դոնեցկուց մտալ եք պատերազմը։ Եվ ազատալ եք մեծ քաղաքներ։ Խարկով, Պալտավա, Կիև, Լուցկ, Դուբնո, Ռովնո, Բրոդ, Գորոդ Ստայանովկա, հետո Գորոդ Զապատնի Բրոդումը շատ երկար եք կանգնալ։ 3 ամիս ավել տեղ աբարոնում եք հլա, շատ վատ դրության մեջ։ Քաղաք Ստայանովկում մութ էր արդեն։ Էդտեղ ռազմեչիկներն եկին ասեցին նեմեցը շատ ուժեղ աբարոն աբրած։ Չի կարելի առաջացած գշերը։ Կենտրոնական ճանապարհն է, ես սերժանտ եմ, ասեմ մտածնամ ինչ կա։ Ես շատ լիբապուտն եմ լելել, հասալ եմ, հա, տեսնեմ նեմեցը մր 76 մմ-ով պուշկան քաշած տանում է։ Հա, կասեմ, տավարիշ կամանդիր ռոտ, նեմեցը մր պուշկան տանում է, գժվեց, չի մասալ ինչ անի, մասկիրովկա արած է, չի մասվում, որ ինչ է։ Ասեմ, դավայ պապրոբում, օվշմ քաշեցի, քանից որ կրակեցի, տեսնամ վառեց, տեսակ որ տանկա, հետո ժոլտի ռակետը կցեցիք, ժոլտի ռակետը որ կրակում եք, արդեն իմանում եմ, որ էդ մեր զնակն ալի նեղության մեջ եք։ Հա, մեր կատյուշանը սկսեց, կատյուշան որ արդեն սկսում է կրակել են նեմեցը մահացած է, կատյուշան շատ ավախելից եղել, ակացատը 6 տանկա, 2-ն էլ կրակեցին, 3-ը փախան, դե 15 կիլոմետր կա, որ մտնեն քաղաք, առաջի հերթին տանկերը ոչնչացրեն, հետո արդեն ժողովուրդը դե 15 կիլոմետր ավել է, ուրա գնալու, պլեմատնեն, ավտոմատնեն, լրիվ չնջեցիք, մի հատ էլ չմնալ։ Գնացիք հասակ քաղաք, յոլկը ծառերը, ինչ ծառերը, աստված, ինչ ծառերը, նստած հանգստանում, կենտրոնական ասվալտա, կես ես կողմիս հանգստանում, կես ես կողմն հանգստանում, տեսնամ ճանապարհը, մի հատ կինա գալիս, բայց դե ես արդեն 2 անգամ վիրավորված, 3-րդ անգամն եմ, արդեն իմանում եմ, կասեմ տա պախոդու, որ շագատանում, կնգան պախոչ, տա մարդա, որ եկու թե անցնի, կասեմ ստոյ ռոկի վերխ, էլ ուրա գնալու, ժողորդ կանգնած,
հա յադ են տունիմ ստեղ, որ բռնում ես, լեզվա բռնումա, որ մահանա, տեսակ չկա, վերջը ստուգեցի պոլնի զարաժում, բարձրացրել շտաբը, կասեմ, տավարիշ պոխն, шпион. Ты что? Это артен хостом. Касом ты женщина или мужчина? Я женщина. Кашети косинкан гахит. Ханеци трамарта. А там я хпеци. Хпеци похов нас ма. Вы свободны. Ха. Да шпет янас. Я дурсеки. Я рак иншалла на эти разговорцена. Հիմա վիճերնի պրավերկայա, որ քանիսն է վիրավորվել, քանիսն է անհայտ կորել, հետո հիմա քանիսը կան, պրծավ գվարդի սերժանտ Բազյան выходи строя, կասա մնա ничего нет, ասմա пока не дома находишься, ты բանակում ես, պատերազմում ես, հա դուրս եկի, объявит благодарность, наградит орден слава третьей степени. Teraz затвагнем стацал, орден Отечественной войны, да это лалели он сасем. Статвалы нели с кармчем еще, артен еще готсимус, арашваныч. Գնացել եք արտեն Վարշավա եք, Վիսլը ֆարսիրավատր եք, այդտեղ կենտրոնական ճանապարհն ասֆալտն է, անցնում է քեմին կողմը։ Բոլորն անցան մնացիք իրեքով։ Ակասım davay անցնեք է, լեհ բարձրանալը, մինտալը, ասկոլկան սերեցս մտավ։ Սեթակուս, բանոս, ահագեն կտորալը։ Վերջ, հետ արտն տեղ վիրավորվեցի, էլ կրացի վեշ վերմտնեմ Բերլին։ Հա, տեղից, դեմզե ոչ բան չկա, պալոտուր կան, սալոմը լծած, որ կյալ պետի վիրավորնան հավակ։ Ժամ երկուսին վիրավորվել է, տարալ են դե պատերազմ ալի դաշտայրան, սենյակը ախրը ինչա 60-70 հոգի պարկած են, գոմա, սկալադա, հվայմն, հետո հիվանդնեն բոլորը տեղափոխեցին, կամաց, տեղափոխեցին մնացիք 5 հոգի, որ շատ ծանր եք, 2 մահացան, մնացիք 3-ով, մեզ 3 հոգուս տարան մի պարավի տուն, մի պարավ մարդեր մկեքին, տարան էտ տունուտ, Մեն կապիտանա, մը ստարշի լետենանտ, մեն կուր, 3 հոգի, մեզ պահամա, էտ մեկն էլ մահացավ, մնացի մենակ ես, ինձ ամսուկես պահեցին, հետո ամսուկեսից հետո բրիչկեք զակազդուան, սալոմը լծան, տարան տիրան գոսպիտալում, գոսպիտալում շատ չպահեցին, էշալոնը եկու, վիրավորնեմ բարձում են, որ տեղափոխեն հետիլի, տեղավորեն։ Մի ամիս ման են ածալմыз, գոսպիտալներում տեղ չկա։ Պերալ հասցրալ Պալտավա, Պալտավա արտեն իչացրեին։ Էտը Պալտավայում 6 ամիս պարկալ են։ Հա, դե վերքս լավ ծանր, շատ ծանր եմ լավ, վերքս ախրը։ Չի լավացավ, 2 ամիս արձակուտ տուեն, թե 2 ամիս արձակուտ, նոր էլի հետ ես գալու, դե գնացի տանը մնացի 2 ամիս, արտեն մայիսի 9-ն, Говорит Москва. 8 мая 1945 года в Берлине представителями германского верховного командования подписан акт о безоговорочной капитуляции германских вооруженных сил.
Великая Отечественная война, которую вел советский народ против немецко-фашистских захватчиков, победоносно завершилась. Ուրախած արչեք է պարալեք, բաղ էդ չեք ուրախանալ ինչ կեպ, ինչ բան, տունու, բոլորս ուրախացա, որ մտալ են Բերլինը, հայոց դիվիզիան է մտալ, հերս լալա Թամանյանի դիվիզիայում, սալ եմ մերը քոչարի պարիլը։ Այում էին այնպես ուժգին, այնպես թափով շռնդալից, որ թվում էր ոտքով են հաղթանակի սալյուտ տալիս։ Դոփում էին գետինն այնպես, որ ասել ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Դե արտանցել 2 ամսից հետո էլի նորից տարալ ինձ, տարալ գորի, գորուս տարալ Օրշա, Բելարուսիա, նոր Օրշայից ազատալ են, եկալ եմ տուն, հերս ամուսնացրալը, ասալ եմ չէ, քերրից Բաքու ալել, գնացալ Բաքու աշխատալ, 48 թիվին գնացալ եմ Բաքու, մինչև 88 թիվը, 8 տարի աշխատալ եմ պրոմուսլում, նեվթյանիկ, ես իմը Ռիչարդնայա, ես տրակտորիստ եմ իլել, կաբինքում նստած, ընդրբեքը իջացնում եք, բարձրացնում եք, կամ շտանգն եք նասոս, սմեն նասոսա, վերջ որ նավտեք է, տեսնամ չէ, պերվի տարոտ 3 սմենա, այդ երորդ սմենամ զզվալ եմ կարմչ, կասեմ չեմ աշխատում, Ռաշոտերը գնացի մի հատ կռան վերցրե, սկսեցի աշխատել, մինչև 88 թիվը, 88 թիվին, հենա մայիսի 3-ին, սամալյոտով թռալ եմ Երևան, մինչև օրս էլ ապրում եմ էստեղ, ինձ 5 հատ երեխա ալել, 3 տղա, 2 աղջիկ, 48 հատ թոր, ծորրու կոր, 13 հատ թոր ունեմ, 27 հատ ծոր ունեմ, 8 հատ կոր ունեմ,